Էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունենք հանդիպելու, նամակը գրված է, պետք է որ նշանակեն, հանդիպենք ու մի շարք հարցեր ենք դրել, հա, Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու համար։ Մենք սպասում ենք իրենց ոնց որ պատասխանին, երբ այդ օրը լինելու։ Հանդիպումից դուրս գալուց առաջ ձեր բազմաթիվ գործընկերներ դժգոհ էին Էկոնոմիկայի նախարարությունից, ասելով, որ իրենք ընդհանրապես խնդրից տեղյակ չեն, ուղղորդում են այս նախարարություն։ Չէ, գիտեք ոնց է, ըստ երևույթի մեր նախարարությունները ոչ մեկ իրավասուչի ինչ որ մի որոշում կայացնելու, հա, առանց գերագույն հրամանատարի, հա, ես այդպես եմ հասկանում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու իրականում ինձ թվում է դա այդպես է։ Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ մենք չենք կարա, դա մեր գործը չի, որ մենք նման օրենքը կասեցնելու ինչ որ բան տանք, բայց դե եթե Էկոնոմիկայի նախարարությունը այդ ամեն ինչի հետ կապ չունի, այսինքն մեր երկրում պետք չէ, հա, երևի այդ նախարարությունը։ Ասում է Նիկոլ Փաշինյանը բազմիցս պաշտպանել է հարկային այսպես կոչված փոփոխությունն էլ է պաշտպանել, ասել է, որ ճիշտ է այս փոփոխությունը եւ դուք պետք է կարծեք հարմարվեք իրավիճակի, ներկայացնեք փաստաթղթեր եւ այլն, այսինքն օրենքի տառին համապատասխան պետք է գործեք։ Այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք, Փաշինյանը շարունակում է պաշտպանել, հետեւաբար եթե նշում եք, որ Էկոնոմիկայի նախարարն էլ ասել է ինքը իրավասու չէ կասեցնել, որը պիտի լինի հաջորդ քայլը ձեր։ Հաջորդ քայլը մենք էլի հավաքվելու ենք, էլի մեր ձայնը լսելի ենք դարձնելու։ Ինչ մնում է պարոն Փաշինյանը, որ ասում է դա ճիշտ է։ Ի սկզբանե իրանք ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ որ իրենք արտահայտվում են, ոչ միայն պարոն Փաշինյանը, շատերը, հա, կառավարությունից, ասում են, որ եթե դուք թղթավորեք ձեր ապրանքները, ընդհանուր մինչև 1% դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել։ Նման բան գոյություն չունի։ Տեսեք, մարդը, որ յուրաքանչյուր տնտեսվարողը ապրանքը թե կներմուծի, թե ինչ որ մեկից թղթով կառնի, հա, այդ թուղթ ասվածով, այդ հատվածն է 1%։ Մնացած չէ որ այդ մարդը պետքա շահույթ էլ ունենա, ինչ որ մարժա պետքա, չէ՞ գա ապրանքի X ապրանքի վրա։ Այն շահույթը ենթադրենք sense վերցնենք X մի հատ գումար վերցնենք 1000 դրամ ենթադրենք, այդ 1000 դրամից ինքը 1% հարկվելու, եթե ինքը 500 դրամ մարժա գավերեն, չէ որ ինքը ծախսրել ունի լրացուցիչ, այդ 500 դրամից ինքը արդեն հարկվելու է 10%։ Հիմա անդեի ինչ թուղթ պետքա լինի, հա, որ այդ տոկոսը իջացնեն 1%-ի։ Ես այդպես բան չեմ տեսնում այդ ամեն ինչի մեջ։ Նաև ձեր միջոցով մեծ բիզնեսների վրա դուրս գալ, որովհետև մեր երկրի ամենամեծ խնդրը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ են տանում։ Իմ կարծիքով խոշորներին իրանք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, հա, թող իրանց վրա աշխատեն, ինչ են փոքրերին նեղում։ Ասում է, որ Յաշիկ առ Յաշիկ, Բրաբուս առ Բրաբուս պիտի հետ բերի, ձեր մեջ կան այդպեսի մարդիկ, որ քշում են Յաշիկ, Բրաբուս։ Իհարկե ոչ։ Չէ։ Չունենք Բրաբուս մենք, ոչ Յաշիկ ունենք, մարմնագույն մեջ ապրանքա։ Արկղ էլի, բայց ոչ Յաշիկա։ Այդտենց Պետակ առևտրի կենտրոնում։ Իհարկե գալիս են դեռ։ Համ եւ կան եւ գալիս են։ Հավաքվում են դեռ ժողովուրդը։ Նորմալ առևտուր լինում է։ Այսօրվա դրությամբ այս տարին ինչ սկսվել է, հունվարից սկսված, առևտուր գոյություն չունի։ Պարոն Փաշինյանը, որ 10 միլիոնից խոսում է, ասում է դա օրը 27000 դրամ է անում, հա, տարեկան։ Ասում է դա 27000-ն ինչ թիվ է, որ մարդիկ չեն անում, հա, բայց հավատացեք, շուկայում մարդիկ կան, որ ընդհուպ 3 օր մեր ժողովրդական լեզվով ասված սվտա բառ հա գոյություն ունի, մարդիկ սվտա էլ չեն անում 3 օրով։ Երբ որ Սուրմալուի պայթյունից հետո հա փեթակում ստուգումներ էր եւ մի քանի օր փակ էր, շուկան չէր աշխատում, շատ մեծ թվով աշխատակիցներ դուրս են եկել, ինչպես կառավարության շենքի մոտ, այնպես էլ տարբեր գերատեսչություններ։ Ինչու այսօր այդ նույն քանակը չենք տեսնում։ Դե այսօրվա դրությամբ տեսեք, էլի գալիս ենք նույն հարցին, քանի որ առևտուր չկա,
յուրաքանչյուր տնտեսվարողը մտածում է ինքը իր աշխատանքի տեղում գտնվի, կարող է Այսօր ասացիք աշխատանքային չէ, փակ է շուկան առավել եւս։ այսօր հանգստի օր է բնականաբար։ Չէ, հիմա եթե մենք համեմատականներ ենք անցկացնում, ես իմ միտքը չեմ ավարտում, դուք ձեր երկրորդ հարցն եք տալի, հա։ Տեսեք, այն ժամանակ յուրաքանչյուր մարդ ուզում էր աշխատել։ Ամբողջական շուկան փակ էր, հա, մարդիկ դուրս են եկել փողոց, որպեսզի թույլ տային շուկան բաց լիներ եւ աշխատեին։ Այսօրվա դրությամբ չաշխատելու ինչ որ բաներ չկան, հա, բայց աշխատանք չկա, գործ չկա, առևտուր չկա։ Մարդիկ էլ մտածում են գտնվեն աշխատավայրերում, ինչ որ մի հարց կարանան լուծեն, այդ նույն հարկը գոնե կարանան աշխատեն, հարկը տան, որ խնդրի առաջ չկանգնեն, գործ չեղած ժամանակ մի հատ էլ ինչ որ տուգանքներ լինի, երամսյա հաշվետվությունը ժամանակին չտան, հա, տեղավարձեր կան, որը որ ոչ մեկին հետաքրքիր չի, դու աշխատել ես, թե չես աշխատել, տեղավարձդ պետք է տաս, որ կարողանաս շարունակես քո աշխատանքը։ Դա նպաստում է այսօրվա դրությամբ մի խոսքով լավ կյանքից չէ, եթե մարդիկ առևտուր ունենային, գործ անեին, հաստատ 3 օր էլ, 4 օր էլ, 10 օր էլ կփակեին իրենց հաշվին, կգային իրենց ձայնը, կբարձրաձայնեին։ Բոլորին հետաքրքիր է, բոլորը հարցնում են, մասնակցում են ինչ որ մի այլ ձևով, ոչ թե ֆիզիկապես տեղ կանգնած, այլ ձևով ինչ որ, ասենք, իրանց մոտիկներին են, հա, այս ամեն ինչը կիսվում են, ասում են եւ մարդիկ գալիս են, այս չէ որ չեն գալի։ Արթուր Գևորգյան։ Շնորհակալություն։ Գագիկ Ալավերդյան, ուրեմն ժողովուրդ այսօր հանգստյան օր է, բոլոր յարմրկեքը չեն աշխատում, ինչպես դուք գիտեք, դե մինչև այդ որ ժողովուրդը բան արին, որոշել են, որ այնց օր լինի, որ մարդիկ տեղի փող են մուծում, այնց լինի գան իրանց հանգստյան օրը, որ իրանք տեղի փող չտան, իրանց համար հարմար լինի գան, հիմի այդտեղ դուք այսօր գիտեք 6 յարմրկա, տոնավաճառներ չեն աշխատում, հարցը սա է։ Հիմի մարդիկ էլ որոշել են, ասին մենք կհավաքվենք մեր տոնավաճառները, դիմաց այնտեղից նոր գքան։ Իսկ եթե ժողովրդին ասում ես 11-ին եթե այնտեղ հավաքվեն, հազիվ մի ժամ, մի ժամ կտևի մինչև գան հասնեն։ Պապոյանի հետ հանդիպմանը մասնակցել եք, ինչ եք ասել Պապոյանին։ Մենք ինքը ասեց մենք կարանք ձեզ աջակցենք ամեն հարցում, բայց ֆինանսական այդ հարկային հետ կապված հարցերը իմ պոզիցիան չի։ Բայց չճշտեցիք ում պոզիցիան է։ Դե դրանք իմ կարծիքով ասին դա հարկային ու ֆինանսների նախարարությանը, որոնք մեզ ցույց են տալիս գծագրեր, հա, ժողովուրդը գծագրեց ինչ ասի, ես ինքս պոլիտեխնիկական ինստիտուտ եմ ավարտել, դուք ինչպես գիտեք, այնքան գծագրեր են գծել ու շատ լավ հիանալի գիտենք, նրանց ոչ մի գծագիր չի համապատասխան գծագրական տվյալների։ Էկոնոմիկայի նախարարը ինչու ձեզ հանդիպեց, եթե իր պոզիցիան չի։ Չէ, դե այն մարդը հանդիպումը օրինակ սխալ, ես չեմ գտել, որ դա սխալ բան է, խոսելը։ Ձեզ ինչ օգուտ տվեց այդ հանդիպումը։ Մեզ օգուտ չտվեց, մեզ ուղղակի հանդիպեցինք, մեր մինիստրներ, խոսքի օրինակ, հանդիպեցինք որոշ բաներ պարզվեց, որ ինչ-որ մի բաների դեպքում հնարավոր է իրանք իրանց աջակցությունը կտան։ Բայց մեզ հետ պետք է իրանք հետ միասին նաև ֆինանսների նախարարը լիներ, տնտեսագիտություն, իրավաբանական բաներ, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Եթե այդպիսով կարող են բյուջեն լցնել, ինչի չանեն, որ Դե գիտեք ինչ կա, հա, եթե նրանք, իրոք դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ եթե դուք ես վերջի անգամ օրենքը դուք երևի տեղյակ եք, ինչի համար է, որ եթե տուգանքների բանի դեպքում ուրեմն առաջ մարդիկ կարային խոսքի օրինակ մինչև 24 թիվը կարային դատարան տային, դատարանը մի որոշ ժամանակ մի քանի տարի դատը պետքա քննարկեր, բանաներ, նրանց հետո մինչև եթե արդարացում, եթե չէ, պետքա այդ ժամանակ դա տևում է մոտավորապես 5-ից 7 տարի։ Հիմի դուք նայեք ինչ օրենք է հանել։ Այս օրենքը արդեն որ հանել են։ Դատարան մտնելը պետք է վճարի տուգանք։ Այո, հիմի տեսեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մենց դուք փողը հետ ես էլ տես բան չեմ տեսել, եթե պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացածը ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկայինը կգցիկ եթե էլ չես էլ հասնի ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով
Ճիշտ է, տենց չի։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեվ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որտեղ նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, իմ կանխատեսումները լինում են 100%-ով ու մեր բոլոր գործ պայծառատեսից մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասեմ ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին։ Դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունի։ Երկրորդ ձև դուք ճունեք։ Եթե այս օրենքը հատուկ ձեր համար է, ու դա ոչ թե հիմնական փոքրին, այլ հիմնական մեծին է, որովհետև ստեղ այդտեղ իրանք ասում են, դուք ասեք մարդու անունը, որ ձեզ դոկումենտ չի տալիս։ Հիմա իսկ այն որ այն դոկումենտ ունեն, ասում է գիտես ինչ կասեն, ցնես ես մի տոկոս մուծում եմ, ինչ անենք։ Հիմա դե 10% մուծողն ասում է, ախր ջան, դե տենց է, արի ես քո անունը կտամ, Զողենցի տուգանել դե քեզ կտուգանեմ։ Տևական ժամանակի բողոքի ակցիաներ է կանում, իշխանությունն էլ մտածում է դե լավ, մի քիչ էլ կխոսեն, մի քիչ էլ կգան ակցիա կանեն, թեման կփակվի կգնա։ Այո, ասեք։ Ուրեմն եթե ժողովրդին պետքա ոչ թե ես հասկացա կառավարությունը ոչ մեկին գաղափարապես չեն կարա բաներ ասեն իրանց նպատակներ ինչ նպատակ ունեն, դրա համար պետքա ստեղծվի կուսակցությունը, միություն, որ առաջ ոնց էին անում արմիության ձևով, բոլորը համախմբեն, որ այսպիսի բաներ չլինի, մեջը արդեն մարդիկ են մտքել, որոնք խոսքերնակ ուզում են, որ ցույցեր չանեն ու նմանատիպ բաներ։ Դուք այս երևույթը տեսեք մարդիկ, հեսա սա գալիս են, այնպես չի, ռայոններից են գալի, որովհետև դե ոչ մեկ կառավարության, կառավարության էլ օրինակ ձեռքի տալու, որտեղ լիքը ժողովուրդ լինի, ստեղ որ մի 30,000 հոգի մարդ Դուք շարունակում եք պնդել, որ սրանք ապաքաղաքական ակցիաներ են։ Դուք միշտ այդ ասում եք, մի քաղաքական ասեք։ Հիմա հասկացաք, որ սա քաղաքականության հետ անմիջապես կապ ունի, որովհետև Փաշինյանի, այսպես ասած, վարած քաղաքականության հետևանքն է, թե դեռ։ Ես գիտեք ինչ կա, հենց ուրեմն դուք իմացեք, սա իրոք արդեն իրանք գնում են սրանով քաղաքականացման, որովհետև ես հիմա հնարավոր է, որ իրանց տոնավաճառների տերերը բանը արգելացնեն, որ ժողովուրդը գան ստեղ։ Եթե ժողովուրդ չկա, բոլորը տեղեկացված են։ Ասեն։ Հա? Ես ինքս փոքր ձեռներեցների անդամ եմ, խոսքերնակ բիզնեսի ներկայացում մի հատ փոքր կրպակ ունեմ։ Ինձ արգելող չկա, ես իմ ինքնագլուխ եմ, դրա համար ինձ ոչ մեկը, ես մեծ հավանականություն կա, որ ինչ-որ վերևներից է, թե ներքևներից է, ինչ-որ մարդիկ ասել են կամ մեր մեջի մարդկանցից ովքեր չեն ցանկանում ժողովուրդը համախմբի, նրանց որ ասեն դուք մի եկեք, եթե ստից պրովոկացիա է եւ ինչա։ Դուք իմացեք, նորից դիմում եմ Իմ շոր կոշիկ դամաշնիկ, շատ փոքր բիզնես է, որը ապագա արդեն չունի, որտեղ վայբերիցները դուք ինչպես գիտեք, արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչքան մենք առօր բացարձակապես չեն կարում, որովհետև սա վայբերիցները չեմ անում, ումնա դա դրանք։ Որ դուք կանխատեսումներ եք անում, պայծառատեսից էլ ավելի լավ։ Այո, ասեք, դες ինչա պետք է լինի երկրի վիճակը։ Երկրի վիճակը եթե ժողովուրդը հավաքվի շատ լավ կլինի։ Հայաստանին պետքա լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ, Ղարաբաղը տվին, շուտով այդ արդեն Մեղրին կտան, են մնացած դենց հերթով տան։ Հարույթը ուր էր այդ ժամանակ։ Գիտական հարույթը հանդուրժ մի կարելի ասել, գիտեք ինչ կա, հիմիկվա դրությամբ դե բարիս բուն իմաստով չի մեռած են, նրանք չեն ցանկանում, ասում են դաժե գիտնականներ կան, ես ակադեմիա եմ մտել, մարդիկ ասում են մենք դաժե Facebook չունենք, բայց ինչի չունեք, որովհետև դուք չեք կարող Facebook-ից օգտվել։ Հարցը դա է։ Հիմիկվա որտեղ իրոք գործ չեն անում, իսկ իմ ասածը, ես ձեզ բացատրեմ իմ ասածը որն է։ Ուրեմն իրավաբանները պետք է ընտրեն իրենցից ամենալավագույնները, քիմիկոսները ընտրեն լավագույնից լավագույնները ու այտենց փաստաբանները իրենց այդ առևտրականները իրենցից լավագույնները ու կլինի մոտավորապես 30-ից 35 հոգի։ Վերջնական բոլորը հավաքվելով, ես ինժեներ գյուտարար լինելով, ես կցանկանամ, որ ղեկավարեմ դրան։ Նրանց պետքա կլոր սեղանի պես հավաքվեն ու ամեն մի հարց, ինչ կառավարությունը խոսքի օրինակ անում է, այդ հարցը առանց իրանց ասելու
քննարկելու պետքա չընդունվի։ Հակառակ դեպքում խնդրեմների առաջ կկանգնեն։ Ես ձեզ ասում եմ այն, որը կփրկի Հայաստանը, ուրիշ բան չեմ ասում։ Խնդրեմ։